Ողջույն սիրելի հեռուստադիտող, այսօրվա մեր հյուրը Նարա Նիազյանն է, Զյան բրենդի հիմնադիրը, ինքնատիպության և ստեղծագործության արվեստի վառ ներկայացուցիչ, բարի գալուստ առաքելությամբ կին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք և առաջին հարցը, որը ձեզ ուզում եմ ուղղել։ Ով է Նարա Զյանը։ Ես ևս շնորհակալ եմ հրավերի համար, Իզաբելլա ջան, շատ հաճելի է գտնվել ձեր տաղավարում եւ լինել հաղորդման հյուր իհարկե։ Նարա Զյանը մի կին է եւ առաջին անգամ եմ արտահայտվում որպես կին ինքս իմ մասին, ով պատանեկության տարիներից ստեղծել է իր համար մի վառ աշխարհ եւ գնացել այդ աշխարհի եւ գույների հետևից։ Իհարկե տարիների ընթացքում եղել են շատ կասկածներ, շատ խոչընդոտներ, շատ հարցեր այդ ճանապարհին, քանի որ իմ ստեղծած, իմ երևակայական աշխարհն ու իրական ռեալ կյանքը իրարից քիչ թե շատ տարբերվում են եւ այդ ընթացքում իհարկե եղել են շատ կասկածներ, բայց փորձել եմ հաղթահարել եւ շարունակել փնտրել այդ գեղեցիկը, որը կլցնի իմ կյանքը։ Ասացիք, որ շատ տարբեր է եղել ձեր պատկերացումը կյանքի նկատմամբ, ինչից հետո այդ եզրահանգմանը եկաք։ Չգիտեմ, գուցե այն ժամանակ դա հասկացա, որ զգացի, որ ես ապրում էի, չգիտեմ, Հայաստանի մի հատ փոքրիկ, շատ գողտրիկ անկյունում, որը թվում էր, թե շատ հեռու է մեծ ցիվիլիզացիայից, որտեղ եւ գտնվում էր այդ շատ գեղեցիկը, լուսավորը, վառ գունապնակը։ Կարծում եմ այդտեղից է գալիս։ Դա կարող է լինել 4-5 տարեկանում, ասում են, չէ, երեխաների մոտ լինում է մի տարիք, երբ վառ տպավորությունների ինչ-որ զոնա է ստեղծվում, տարածք է ստեղծում են իրենք ու սկսում են գնալ դրա հետևից, կարծում եմ դրա մասին է խոսքը։ Իսկ երբ հասկացաք, որ գույները ձեզ հետաքրքիր են, որ տարիքում։ Դա ավելի մանկապատանեկան, կարծում եմ, տարիքում, 11-12 տարեկան, կարծում եմ այդպես, երբ ծնողներս ստեղծեցին փոքրիկ ծաղկանոց մեր բնակարանին կից, որտեղ ես աճեցնում էի ծաղիկներ, երբ սկսեցին նրանք ծաղկել տարբեր գույներով, իմ համար իսկապես ես հետևում էի եւ այդ իրենց ծաղկման ամբողջ ընթացքին էի հետևում եւ այդ ընթացքում էլ հենց ընկալումը այդ գույների իմ մոտ ինձ թվում է շատ ավելի վառ ու շատ ավելի սկսեց զարգանալ։ Ձեր կարծիքով ո՞րն է կնոջ առաքելությունը։ Չգիտեմ, իմ պատկերացմամբ կնոջ առաքելությունը, որպեսզի շուրջը լինի կարգ ու կանոն, բոլորը լինեն լավ, բոլորը լինեն սուպեր կոմֆորտի մեջ, հետո նոր միայն դու։ Դա իրականում դրա մեջ շատ տխուր նոտաներ կան, ես կարծում եմ, որովհետև ինքս այդպիսին եմ։ Երբ արտաքնապես նայում են կամ տեսնում ենք, չէ, խնամվածքին, թվում է, թե ամբողջ օրը իրենով է զբաղվում, բայց կարող եմ վստահեցնել, որ դա այդպես չէ։ Ամենավերջին պահին եմ ես ինքս կենտրոնանում իմ վրա, որովհետև մինչ այդ իմ համար շատ կարևոր է իմ ընտանիքի անդամները, բալիկը, չգիտեմ, անգամ մտովի հարազատները, եթե ինչ-որ մեկը ունի ինչ-որ խնդիրներ, մտահոգություններ, փորձում ես անգամ այդ սիգնալները ուղարկել եւ հասկանալ, արդյոք ամեն ինչ նորմալ է եւ միայն հետո դու սենց շունչ ես քաշում ու սկսում ես արդեն քեզ համար ժամանակ ես գտնում քեզ համար ու կենտրոնանում ես ինքդ քո վրա։ Ասացիք, որ առաջին տեղում ընտանիքը, հարազատները, հետո նոր դուք, բայց 21-րդ դարի կանայք հիմա բոլոր կանանց հորդորում են, որ առաջնային սիրեն իրենց, հետո նոր մնացածը։ Այդ հարցի շուրջ ինչպես եք մտածում։ Այո, մենք պրոպագանդայի զոհ ենք, դա ինչ որ ստեղծած շինծու ինձ թվում է ասույթ է, որովհետև այդպես չի։ Կինը արդեն իր էությամբ
հոգատարությունը, չգիտեմ, ծննդաբերությունը պատահական չի, որ կնոջն է վստահված վերջ։ Դրանով արդեն ամեն ինչ ասված է, որ դու պետքա հոգ տանես, չգիտեմ, քո ձագուկի, քո շրջապատի, ինչու է ասում, իմ ծաղիկների փոքր էի, բայց ես ամեն մի տերևի, թերթիկի բացվելը նայում էի ու դրանով ապրում էի, որովհետև ինձ թվում էր իմ հետ խոսում են, չգիտեմ, հանկարծ եթե ուշ ջրեիր, վայ կարողա ուշացրեցի, նեղացան նրանք, հա, ես երեխա էի, բայց իմ մեջ արդեն ապրում էր կինը, ու ես նոր երբ հետ հայացք եմ գցում, նոր եմ հասկանում, թե ինչու է այդպես անում։ Իսկ այդ սկզբունքին դուք ինքներդ հասել եք, թե օրինակ մոր խորհուրդն է եղել ձեզ։ Չէ, կամ ես ինքս եմ հասել, որովհետև դա էլ է կարծում եմ տարիքային, որովհետև ծնողները ինչպես հիմա ես եմ իմ բալիկին խորհուրդներ տալիս, ինքը դա չի ընկալում այնպես, ինչպես որ պետք է զգա, որովհետև ընկալելը, լսելը, հասկանալը այլ է, իսկ երբ որ դու դա զգում ես, այսպես ասած, քո մաշկի վրա, քո հոգու մեջ, դա լրիվ այլ զգացողություն է։ Ինչի համար եք ամենաշատը շնորհակալ Աստծուն։ Գիտեք, ուզում եմ, որ միշտ շնորհակալ լինեմ, որովհետև որևիցե ինչ-որ քայլ կամ ձեր կյանքում դրվագ, որ այդ օրվանից հետո էլ ավելի շնորհակալ եք։ Փորձում եմ ամեն օր, փորձում եմ։ Ինչու եմ ասում ուզում եմ, ինչու եմ ասում փորձում եմ, որովհետև երբեմն մենք ճիշտ չենք ընկալում այդ հարաբերությունները, մեր հարաբերությունները Աստծո հետ եւ կյանքի տրվող խնդիրները, հարցերը երբեմն մեզ ստիպում են հեռանալ եւ անգամ խռովել, ինչ-որ խռոված քայլերի դիմել եւ դա է պատճառը, որ իսկապես ուզում եմ, որ ամեն օր լինեմ շնորհակալ։ Ճիշտ հասկացա, որ եղել են օրեր, որ խռոված եք եղել Աստծուց, իսկ ինչպես եք հաղթահարել այդ օրերը։ Օրինակ, եթե հենց հիմա մեզ նայում է մի կին, ով ձեր հոգեվիճակը ունի, ինչ խորհուրդ կտաք այդ կնոջը։ Շատ հարցեր տալ իրավիճակի մասին, որովհետև երբեմն մենք իրականությունը կամ կատարվող իրադարձությունները ընկալում ենք շատ սուր եւ կատեգորիկ, այսինքն այնպես է ինչպես կա եւ վախենում ենք մեր հարցեր տալ։ Երբ որ շատ հարցեր ենք տալիս եւ այդ իրավիճակի մեջ հարցերը ինքներս մեզ, այդ ժամանակ արդեն գալիս է այդ հարցեր տալու եւ պատասխաններ ստանալու ընթացքում արդեն մոտենում ես խղճին, քո Աստծուն, ու այդ ժամանակ արդեն գալիս է հաշտությունը։ Ի վերջո մենք միշտ հաշտվում ենք եւ էական չի թե ինչ իրավիճակ է։ Իսկ բարակայում ավելի շատ չեք հաշտվում ինքներդ ձեզ հետ, հետո նոր Աստծո։ Այո, դրա մասին եմ խոսում, երբ որ այդ հարցերը մենք հնչեցնում ենք ինքներս մեզ, գալիս է մի պահ, որ դու արդեն հաշտ ես լինում եւ նաեւ համերաշխ ես լինում ստացվող պատասխանների հետ։ Ըստ ձեզ կինը ծնվում է ուժեղ, թե ընթացքում դառնում է։ Ուժեղ կին ասույթը իրականում ինձ վախեցնում է, որովհետև կուզեի, որ կինը շատ լիներ ավելի պաշտպանված։ Պաշտպանված ոչ թե որ ինչ-որ վախերից, այլ օրինակ պաշտպանված, պարուրված, այսպես ասած, սիրով, հոգատարությամբ։ Այսինքն դա այնքան շատ լինի, որ դու չմտածես պաշտպանվելու, ուժով պաշտպանվելու ու ուժեղ լինելու մասին։ Չմտածես ուժեղ լինելու մասին, որ պաշտպանվես։ Եթե ճիշտ կարողացա միտքս արտահայտել, իսկ երբ որ դու պարուրված ես, այլ պաշտպան կամ պաշտպանված ես սիրով, այդ դեպքում դու չես մտածում ուժեղ լինելու մասին, որովհետև ուժեղ լինելը քո փոխարեն լինում են, հա, ուժեղ։ Այո, կարծում եմ լինում են։ Ուժեղ լինելը նաև այդ հարցակվելու մասին է, հա, ինչ-որ գործողությունների, որովհետև այդ ուժեղ լինելը կնոջ ինձ ինչ-որ մարտական դաշտ տեղափոխելու մասին է։
Թե չէ, կարող ես այստեղ մի փոքր ձեզ հետ համամիջամ, քանի որ ուժը ներքուստ է գալիս եւ անգամ ինչպես որ ասացիք ծննդաբերությունից ինձ թվում է կինը ընթացիկ դառնում է ուժեղ, որ կարողանա այդ ցավերին դիմանալ, որովհետեւ հետագայում հետ ծննդաբերական դեպրեսիաներ եւ ամեն ինչ այդ ուժը իրականում համաձայն եմ մի կողմից, բայց կարծում եմ մյուս կողմից էլ դա գիտակցումն է։ Նայեք նույն խոսում ենք, չէ՞, ծննդաբերությունից։ Դրա մասին պատմում են, չէ՞, միշտ աղջիկները իրար պատմում են, ինչ դժվար է, չգիտեմ, ցավեր, անտրամաբանական, բայց դու դա չես կարող մինչև վերջ պատկերացնել, մինչև դու այդ իրավիճակում չես հայտնվում։ Եվ այդ իրավիճակում արդեն, չգիտեմ, չես ուժեղանում, դու պարզապես պատրաստ ես լինում։ Դու մենթալ առումով քո միտքդ, մարմինդ պատրաստվում է դրան եւ հաղթահարում է, չգիտեմ։ Միգուցե դա ուժ է։ Գուցե։ Սիրո մասին ձեր պատկերացումները տարիների ընթացքում փոխվել են։ Ոչ, ես քանի որ խոսում եմ ինքս իմ անունից, իմ կողմից չի փոխվել։ Դա պետք է լինի անբռնազբոս եւ ինքնահոսի։ Պայմանական ոչինչ չեմ սիրում։ Անգամ սովորական սոցիալական կյանքում չեմ սիրում։ Ինձ դա կոմֆորտ զոնայից հանում է։ Այն ինչը երբ պետք է դու անընդհատ հաշվետու լինես արածդ քայլերի համար, արածդ սիրո համար, հա, թե ինչպես դիմացինը կընդունի, կընկալի, ինչ պատասխան պիտի տա, դա իմ մասին չի, դա ինձ ցավեցնում է։ Ինչի է ցավեցնում, որովհետև հաճախ նման քայլերի ենք դիմում։ Իսկ ձեզ ցավեցրել են։ Երբ դու սկսում ես մտածել դրա մասին, որ քո սիրելու այս ձևը կարող է դուրս չգալ դիմացինին, դա արդեն ցավեցնում է։ Իսկ ինչպես եք դուրս եկել նմանատիպ հարաբերություններից։ Ապրում եմ նման հարաբերությունների մեջ։ Հասկացա։ Որը այն գինը, որ վճարել եք այսօրվա ձեր հասած դիրքի համար։ Այն ժամանակը, այն աշխատանքը, այն սերը, այն ձիրքը, որը ներդրել եմ դրա մեջ, որովհետև աշխատանքը կամ երազանքին հասնելու այդ ճանապարհը մեզնից խլում է ուղղակի ապրելու, չգիտեմ, ազատությունը, այն ժամանակը, որը որ կարող է լինել անբռնազբոս։ Որ խորհուրդը կփոխեր ձեր կյանքը, եթե ավելի շուտ լիներ։ Լսել մեծերի խոսքը։ Ես հիմա ինքս հասկանում եմ, որ իմ երեխան չի կարող ընկալել իմ ասածները, բայց ես գիտեմ, որ այս իրավիճակում ես ճիշտ եմ։ Միանշանակ կգա այն պահը, երբ որ ինքը կապրի այդ իրականության մեջ եւ կհասկանա, որ ես ճիշտ եի, բայց ինքը չի կարող հիմա ընկալել, ինչպես որ ես չեմ ընկալել եւ շատ հարցերում ես զգում եմ, որն է ճիշտը, որ ճիշտ է եղել իմ ծնողը, ճիշտ է եղել այն մեծը, որը փորձել է ինձ հասկացնել իրավիճակի լրջությունը կամ ինչպիսին լինելը։ Ինչ երազանքներ ունեք։ Ինչպես ասեցի, ուղղակի ապրել, անբռնազբոս, ուղղակի սիրել, ուղղակի լինել սիրված, ուղղակի միշտ լինել Աստծուն շնորհակալ լավ օրերի համար։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք ձեր կյանքում այս փուլում ունեք սիրո պակաս։ Չգիտեմ։ Դա չէ որ իմ ընկալումն է։ Միգուցե այդպես չի։ Միգուցե հարցնենք այն մարդկանց, ովքեր շրջապատում են ինձ կամ ընտանիքին եւ իրենք ասեն, որ իրենք մաքսիմալ սեր են տալիս ինձ։ Իսկապես, բայց մարդը խոսում է այն բանի մասին, ինչը իրեն ամենաշատը ցավեցնում է։ Այն ինչ դու չես զգում։ Ես ձեզ ցանկանում եմ այն սերը, որը դուք ուզում եք, որ զգաք ձեր կյանքում։ Շնորհակալ եմ։ Երբևէ ցանկացել եք հրաժարվել ձեր բռնած ճանապարհից։
Որ բռնես ճանապարհից։ Կան ճանապարհներ, որոնցից ուղղակի դու հրաժարվել չես կարող։ Դե օրինակ դուք ստեղծել եք ձեր բրենդը, Զյան, եւ համոզված եմ, որ բրենդ ստեղծելը շատ հեշտ է, բայց պահելը, փայփայելը շատ դժվար։ Եվ տարիների ընթացքում, եթե դուք կոպիտ ասած չեք փակվել, ուրեմն դա ջանքերի ինչ-որ արդյունք է։ Չէ, իսկապես չեմ ուզում, որովհետև թվում է թե դա գործ է, բիզնեսի մի տեսակ է, բայց չէ որ դա եւս ես եմ երկնել, դա իմ երեխան է։ Զյանը ես եմ, իմ ազգանունն է, կրում այդ ամեն ինչը։ Կարծում եմ ոչ։ Որտեղից եք ստանում ստեղծագործելու ներշնչանքը։ Կարծում եմ ապրած ամեն օրից, անցած ամեն փորձությունից, ճամփորդած ամեն երկրից, մեր բնությունից, մեր ծառագործ կանանց ձիրքից, ինչի եմ հատկապես դա նշում, որովհետև վերջին տարիներին հատկապես նման համագործակցություններ եմ ունենում ու նման հավաքածուներ եմ թողարկում, որտեղ շատ ուշադրություն եմ դարձնում ձեռագործ աշխատանքներին, մեր բնության գույներին, մեր եղանակին, 4 եղանակները, որ կա մեր երկրում, ունենում ենք մենք տարվա ընթացքում, դա այն ամենահիասքանչն է, որը կարող է լինել մարդու հետ, որովհետև նկատի ունենանք, եթե երկրագնդի մյուս կողմում մարդիկ չունեն, այսպես ասած, տարվա շատ մեծ հատվածը ձմեռ է կամ միայն ամառ է, կարծում եմ մեր տարածաշրջանը եւ բնությունը այդ առումով առատ է ու հիասքանչ, տարվա 4 եղանակները մեկը մյուսից գեղեցիկ, գունավոր, լիքը, բուրումնավետ, որը որ հենց ներշնչանքի աղբյուր է։ Ասացիք ձեռագործ աշխատանքներ եք հիմնականում ներկայացնում, ըստ ձեզ գնահատելի են։ Այո։ Գնահատելի են ստատիստիկայով որ նայում եք, ավելի գնահատելի են։ Ավելի գնահատելի են, բայց ոչ այստեղ։ Մենք ավելի շատ բոլոր դեպքերում պետք է նկատի ունենանք, որ ստեղծագործող ազգ ենք, ոչ սպառող։ Մենք ունենք ուղղակի սպառման խնդիր մի քիչ։ Իսկ այդ դեպքերում, օրինակ, շատ կարևոր է սպառումը։ Ինչ է կանում, որ չհուսա։ Օգնության են գալիս նորաձևության շաբաթները, օգնության են գալիս տարբեր փառատոները, տարբեր երկրներում հավաքածուները ներկայացնելը շատ են օգնում, որովհետև ունենք նաև հայրենակիցներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում, մշակութային կենտրոններում, որտեղից հաճախակի ստանում ենք հրավերներ եւ մեծագույն հաճույքով եւ սիրով ներկայացնում ենք մեր ստեղծագործությունները եւ շատ հաճախակի վաճառքի է դրվում այդ ցուցադրություններից, պատվերներ են գրանցվում։ Կարծում եմ այդ մշակութային երկխոսություններն ու կոմունիկացիաները մեզ շատ օգնում են այդ հարցում։ Ու չենք վհատվում, շարունակում ենք ստեղծագործել։ Կարևորը որ չեք վհատվում։ Այո։ Շնորհակալություն, հարցերը այսքանն էին։ Մենք ունենք նաև բլից հարցում, որը ես արագ կընթերցեմ, դուք մեկ բառով ուղղակի պատասխանեք։ Սիրով։ Ինքնարետ ձեզ ինչ երևույթի հետ եք ասոցացնում։ Արևի հետ։ Ինչու՞։ Արևի, որը միշտ չի ջերմացնում։ Հասկացա ձեզ։ Մեկ օրով որ պատմական հերոսուհու կերպարով կուզենայիք լինել։ Կամ հերոսի։ Ոյ, չգիտեմ ինչու Դոն Կիխոտին հիշեցի։ Ձեր կյանքի կարգախոսը։ Ապրել կյանքը։ Ես սիրում եմ կյանքը, որովհետև երբեմն հարցեր եմ ունենում, չեմ կարող միանշանակ ասել։ Շատ անկեղծ զրույց ունեցանք միասին, ես համոզված եմ, որ հեռուստադիտողը նույնպես կզգա ձեր անկեղծությունը։ Ձեզ ցանկանում եմ այն սերը, որը ինքներդ ձեզ համար ցանկանում եք, որը կցանկանաք ձեր հանդեպ տածեն, իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից։